Իրան-Իսրայել պատերազմի 9-րդ օրը կողմերը ծանր հարվածներով են փոխանակվել։ Իսրայելն օդային գրոհ է իրականացրել Սպահանի միջուկային հետազոտական կենտրոնի վրա, նշանառության տակ վերցնելով օբյեկտի կարևոր ենթակառուցվածքները։ Թեհրանի տվյալներով գրոհի հետևանքով զոհեր չկան, սակայն նյութական վնասը զգալի է։ Ի պատասխան Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ, հարվածելով նաև քաղաքացիական շենքերին։ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, մենք պաշտպանվելու իրավունք ունենք, բայց եթե միջազգային հանրությունը իսկապես ուզում է խաղաղություն, նա պետք է ստիպի Իսրայելին դադարեցնել ագրեսիան, մինչ այդ ոչ մի բանակցություն։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ գործողությունները դադարեցնելու մտադրություն չունի, մինչև Իրանի սպառնալիքը լիովին չեզոքացվի։ Թել Ավիվի հիմնական դաշնակիցն էլ 2 շաբաթ է տվել Իրանին բանակցային սեղան վերադառնալու համար։ Հակառակ դեպքում սպառնացել է ավիահարվածներ հասցնել Իրանին։ Եթե Թեհրանը շարունակի հարվածել մեր դաշնակիցներին, ես գիտեմ ինչ պիտի անեմ։ Դա շատ արագ որոշում կլինի։ Թրամփի այս հայտարարությանն արձագանքել են Իրանից արտգործնախարար Արաղչին, ասել է, որ ԱՄՆ միջամտությունը միայն կսրի վիճակը։ Իրանը դեմ չէ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալուն, բայց միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի գրոհը։ Իրանում զոհերի թիվը հասել է մոտ 640-ի, իսկ Իսրայելում խոսում են մոտ 3 տասնյակ սպանվածի մասին։ Սպահանի միջուկային օբյեկտների հասցված հարվածներից հետո միջազգային փորձագետները զգուշացնում են, ցանկացած նոր հարված միջուկային կենտրոնի վրա կարող է հանգեցնել ռադիոակտիվ աղետի։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից ասել են, այս պահին վերահսկում են վիճակը, բայց որոշ հարվածներ մնում են դիտարկման դաշտից դուրս։ Իրանն ու Իսրայելը դեռ չեն պատրաստվում նահանջել, Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացնում, իսկ Ռուսաստանը խաղաղության կոչ անում ու որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամություն հայտնում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Իրանին եւ Իսրայելին ներկայացրել է որոշ միջնորդական առաջարկներ, ուղղված հակամարտության լիցքաթափմանը։ Պուտինի խոսքով Ռուսաստանը Իսրայելից երաշխիքներ է ստացել, որ Իրանում գտնվող մասնագետների անվտանգությունն ապահովված է։ Ոչ մի ապացույց չկա, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ունենալ։ Բուշերի ԱԵԿ-ի վրա հարձակումը կարող է հանգեցնել Չեռնոբիլի նման աղետի։ Մենք նման ռիսկ չենք կարող թույլ տալ Մերձավոր Արևելքում։ Սա ընդհանուր անվտանգության հարց է։ Վերջին 24 ժամում նոր կորուստներ է ունեցել Իրանի ռազմական էլիտան։ Իսրայելի հարվածներից զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Սաիդ Իզադին։ Նրա մահը Թեհրանում գնահատվում է որպես ուղիղ հարված ազգային անվտանգության հիմքերին։